Նկարում իմ պապիկն է, մասնակցել է հայրենական մեծ պատերազմին, հարգելով նրա հիշատակը այս պահին զոհվել է, չնայած պատերազմից վերադարձել է, իրեն հետ շփվել ենք, ճանաչել ենք, հպարտանում ենք, կարոտում ենք, սիրում ենք եւ շատ ուրախ ենք, որ այսպես կազմակերպում են մարդկանց իրանց անցյալը, որ հիշեն մարդիկ, հպարտանան իրանց հերոսներով, մարդկանց ծանրագույն զրկանքների շնորհիվ հաղթանակին։ Այսքանը։ Ինչ էր պատմում պապիկը այդ օրերից։ Գիտեք ոնց, շատ եմ ես լսել, որ ընդհանրապես չեն պատմում պատերազմից, որովհետև իմ կարծիքով նենց դաժանություններ են տեսել, որ հետագայում չեն ուզեցել երևի տենց կոնկրետ իմ պապիկը տենց չի պատմել, չի սիրել տենց խոսալ պատերազմի մասին ու էլի եմ լսել, որ չեն սիրում պատմել, որովհետև իմ կարծիքով, չգիտեմ, ինչ դաժանություն ասես տեսել են եւ մեկ-մեկ ֆիլմեր ես նայում ու ֆիլմերից անգամ տեսնում ես ինչեր է տեղի ունեցել, իրականում ավելի դաժան ա եղել եւ ծանր։ Իսկ հաղթանակի օրվա հետ կապված ինչ էր պատմում, երբ իմացան, որ հաղթանակ են տարել։ Ինքը արդեն մի քիչ ավելի շուտ վիրավորվել էր, տենց եկել էր, տենց ինքը դե ամեն դեպքում ուրախություն, հպարտություն, ինչ ասեմ, պետքա միշտ հիշենք, վառ պահենք նրանց հիշատակը եւ պատմենք մեր հետագա սերունդներին, որպեսզի իրանք էլ իմանան, որ ասենք թե այդ ամեն ինչը տեղի է ունեցել եւ հայ ժողովուրդը մյուս ժողովուրդների հետ միասին հաղթանակ է տարել։ Այսօր մենք եռատոն էինք նշում, հիմա ցավոք եռատոն չեն կարողանում նշել պատերազմից հետո, պարտությունից հետո, ինչ է կարծում, հնարավոր է վերականգնել։ Գիտեք ինչ, ես համաձայն չեմ, որ պատերազմից հետո պետք չի նշել եռատոն, որտեղ դա որպես փաստ եղել է, չէ՞ որ այդ հաղթանակը եղել է։ Անկախ նրանից այսօր ինչ իրավիճակ է, այդ հաղթանակը եղել է, այդ օրը եղել է, չէ՞, փաստագրված է, ամեն ինչով փաստագրված ունենք, որ հաղթանակը եղել է եւ այդ եռատոնը ամեն դեպքում պետք է նշել, իմ կարծիքով։ Եվ հույսով եմ ամեն ինչը լավ կգա։ Ինչու՞ չի նշում իշխանությունը եւ ասում են, որ այսօր միայն հայրենական մեծ պատերազմի օրն է։ Այս օրով ուղղակի չեմ ուզում անդրադառնալ, ճիշտն ասած իշխանությանը, մենք այսօր տոնում ենք հայրենական մեծ պատերազմի հաղթանակը եւ եռատոնը։ Ժողովուրդը տոնում է այս։ Ժողովուրդը տոնում է, իմ կարծիքով, որովհետեւ այստեղ հանդիպեցինք եւ հերոսներին, հայրենականի տարեց մարդկանց եւ ավելի երիտասարդ սերունդը, որը պայքարել է Շուշիի ազատագրման համար եւ հարգում եւ խոնարհվում ենք իրենց բոլորի առջեւ։ Շնորհակալություն։